Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ։ Այս փաստը ոչ միայն տնտեսական եւ սոցիալական խնդիրների առաջ է կանգնեցնում Արցախցուն, այլև խոչընդոտում է կրթական գործընթացի կազմակերպումը։ 2023 թվականին դպրոցն ավարտած մի խումբ շրջանավարտներ Արցախի հանրապետության բուհելում չգտնելով իրենց նախընտրած մասնագիտությունը եւ կարևորելով իրենց նպատակները նախընտրել են Հայաստանի Հանրապետության բուհերում ստանալ բարձրագույն մասնագիտական կրթություն։ Էդիտան, Արսենը եւ Լիլիթը այդ շրջանավարտներից են։ Ես մանուկ հասակից որոշել էի դառնալ դերասանուհի։ 6-5 տարեկան էի, երբ որոշեցի, ուղղակի ֆիլմ էի նայել եւ ինձ դուր եկավ այդ դերասանուհու խաղը, բացասական կերպարը։ Եվ մի անգամից գերեց եւ որոշեցի, որ ես էլ պետք է դառնամ դերասանուհի, դե մի անգամից երազանք ունեի բարձրանալ բեմ։ Բեմից չէի վախենում եւ այդ ամենը արդեն նկատեցի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Այդ կենտրոնը հենց իրագործեց իմ առաջի երազանքը, ես բեմ բարձրացա հենց Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շնորհիվ եւ սիրվեցի բոլորի կողմից, արդեն որոշված էր, որ վերջ, ես պետք է դառնամ դերասանուհի։ Դրանից հետո մանկական երազանքը դարձավ նպատակ, ավելի խորանալով արվեստի մեջ հասկանում եմ, որ միայն արվեստն է, որ ինձ պետք է, արվեստում եմ այդ հանգստանում, ներդաշնակություն գտնում։ Եվ միակ նպատակս էր, որպեսզի զարգանա Արցախի մշակույթը։ Երբ խոսում են, պատմում են առաջվա ֆիլմերի, թատրոնների մասին, հատկապես արցախյան թատրոնի մասին, մի անգամից շնչակտուր լսում ես ու ուզում ես, որպեսզի հենց առաջվա այդ թատրոնում դու խաղաս։ Դա էր նպատակս, որպեսզի Արցախը ունենա երբեմնից այն ծաղկուն թատրոնը։ Եվ արդեն որոշեցի, որ պետք է դառնամ թատրոնի դերասանուհի, միայն մի նպատակը, որպեսզի զարգանա Արցախի մշակույթը։ Դա մինչ պատերազմն էր, պատերազմից հետո ոչ մի բան չփոխվեց։ Այսօր էլ Էդիտայի ծրագրերը անփոփոխ են։ Արցախում չգտնելով իր նախընտրած մասնագիտությունը որոշել է օգտվել Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում սովորելու հնարավորությունից։ Շատ մարդիկ գիտեմ, ովքեր շատ իմ ուսանողներ, ապագա որ դիմորդներ են եղել Երևանի տարբեր համալսարաններում, նրանք որոշեցին մնալ Արցախում։ Մի պահ ես էլ ցանկացա, բայց հետո այդ նպատակը գնալ ու ետ գալ, զարգացնել Արցախի մշակույթը ավելի մեծ է, քան այդ մարդկային վախը։ Իհարկե մտավախություն կա, որ երբ անգամ եթե գնամ, այլ չեմ կարողանա գամ, բայց մի կողմում ընտանիքն է, որ պետք է գնաս ու չգիտես, որ ինչ ժամանակով ես հեռանում, տեսնելու ես նրանց արդյոք չես տեսնելու, մյուս կողմից էլ այդ ցանկությունն է զարգանալ, ավելի կատարելագործվել արվեստում եւ ետ վերադառնալ զարգացնելու համար։ Եվ մենք հասկանում ենք, ոչ մեկ չգիտի ինչ է կատարվում, անորոշ վիճակ է։ Շնորհակալ ենք, ասեմ, ինստիտուտներից, Հայաստանի համալսարաններից եւ ինստիտուտներից, նրանք ամեն ինչ հասկանում են, ամեն կերպ կազմակերպում են, որպեսզի քննությունները այնպես կատարվեն, որպեսզի մենք կարողանանք ինչ որ բլոկադայի պատճառով չզրկվենք կրթվելու հնարավորությունից, ինչպես նաեւ այստեղ մեր նախարարությունը կրթության օգնում է ամեն կերպ։ Կան ասում են, որ կարողանանք, կան, որ ասում են չեն գնա, այդ ամենը թողել ենք արդեն ժամանակի, ինչպես ճիշտ լինի, այնպես էլ լինելու է։ Այնտեղ քննությունները ներբուհական են։ Համալսարանը պատրաստ է Էդիտայի եւ Արցախից մյուս դիմորդների համար քննությունները կազմակերպել առցանց ձևաչափով։ Անձամբ ես կցանկանայի առկա ձևակերպով, քանի որ ինչ էլ անես, դերասանի վարպետությունը մի քիչ օնլայն չես կարող էլի պատկերացնել, չես կարող ներկայացնել, բայց ամեն ինչ կատարվում է, ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե թողնեն, որպեսզի մենք զարգանանք։ Եթե բլոկադա չլիներ, ասենք օնլայն լիներ, ես շատ դեմ կլինեի, բայց այս բլոկադայի պայմաններում գոնե մի օր ավել մնալ Արցախում, դա մի քիչ երջանկացնում է։ Արսենը պատրաստվում է ընդունվել Երևանի պետական համալսարանի կիրառական վիճակագրության եւ տվյալների գիտության բաժինը, գիտակցելով, որ ուսանելու տարիներին արդեն կկարողանա խորապես զբաղվել ծրագրավորմամբ։ Ես շատ հնարավոր է համալսարան ավարտելուց հետո կամ հենց ուսանողական տարիներին սկսեմ աշխատել որպես ծրագրավորող, ուղիղ կապ ունեմ IT ոլորտի հետ, այժմ եւս զբաղվում եմ ինքնակրթությամբ ծրագրավորման ոլորտում։ Ուղղակի ուսուցիչս եւ իմ ուսուցչի տղան, ով հասել է հաջողությունների, խորհուրդ է տվել այդ բաժինը,
այն առավելությամբ, որ այդ բաժնում սովորող աշակերտը, ուսանողը կարող է ցանկացած ոլորտում իրեն հնարավորինս լավ դրսևորել։ Իրականում Արցախում այդ բաժինը չկա, բացի դրանից նույնիսկ եթե լիներ Արցախում նման բաժին եւ Հայաստանում նման բաժին, ընտրությունը միանշանակ կլիներ Հայաստանի օգտին, քանի որ ըստ ինձ համեմատաբար Արցախում կրթության մակարդակը համալսարաններում ավելի ցածր է, բացի դրանից այնտեղ մեծ է ընտրության հնարավորությունը եւ դասախոսների որակը ավելի բարձր է։ Այդ իսկ պատճառով երկմտելու առիթ երբեք չի եղել։ Շրջափակման ժամանակ, ճիշտն ասած, իմ մոտ չի եղել այդ Արցախում սովորելու միտքը, ավելի շատ եղել է ծնողներիս մոտ, որ եթե փակ լինի, ինչ կլինի, չես կարողանալու գնաս։ Ես վստահ եմ, որ մի դուռ կբացվի, բացի դրանից ես գնալու եմ սովորելու 2 տարի անց եւ հուսով եմ, որ 2 տարի անց իրավիճակը այնպես կլինի, որ վատագույն դեպքում գոնե ինչ-որ ձև կկարողանամ հասնել Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունում ուսումը շարունակելու ձգտում ունի նաև Լիլիթը։ Նրա նպատակն է ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության բաժինը։ Մտքեր չի եղել այստեղ սովորելու, քանի որ չկա այն մասնագիտությունը, որը կուզենայի, չկա այն մասնագիտությունը այստեղ, որը կուզենայի այստեղ սովորել։ Այդ իսկ պատճառով որոշել եմ գնալ ընդունվել Բրյուսովի անվան համալսարանը, քանի որ Արցախի համալսարաններում չկա այդ մասնագիտությունը, միշտ ցանկանում էի տարբեր պետությունների մշակույթներ ուսումնասիրել եւ հենց այդ է պատճառը, որ որոշել եմ գնալ, չնայած այս խնդիրներին։ Սկզբում երկմտնում էի գնալ թե չգնալ, քանի որ կա հեռավորություն հարազատներից, կարոտը եւ նոր միջավայրը, բայց իմ առջև նպատակ դրեցի եւ որոշեցի ընդունվել այդ համալսարան։ Հետո սկսվում է շրջափակումը, որը հենց ամենամեծ խնդիրն էր եւ մենք հայտնվում ենք անորոշության մեջ, բայց եւ մտածում, քանի որ չենք մտածում, թե մեզ հետ վաղը ինչ է լինելու, եւ սկզբում մտածում էի, թե հաճախակի եմ տեսնելու ծնողներից, նրանք կգան ինձ տեսնելու, կամ էլ հենց ես կգամ այստեղ Արցախ։ Մտավախությունս նաեւ այն է, որ չեմ կարողանա հետ գալ Արցախ, բայց հույսս երբեք չեմ կորցրել եւ հույս ունեմ, որ գալու եմ, ինչպես նաեւ հարազատներիս, ընկերներիս տեսնելու եմ միշտ։ Եվ այստեղ շարունակելու եմ ապրել։ Պետք է հետ վերադառնամ նոր գիտելիքներով եւ ինչու ոչ այստեղի համալսարաններում այդ առարկանացնեն եւ միջմշակութային տարբեր պետությունների մշակույթները նույնպես այստեղի ուսանողները ուսումնասիրեն։ Լսել եմ, որ մեզ մեկ ծնողի հետ ուղարկելու են Հայաստան, սակայն հունիսի 15-ին Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների ճանապարհն է փակել եւ մտավախություն ունեմ, որ չեն կարողանալու գնալ եւ նույնիսկ չգիտեմ, եթե մնամ այստեղ, ինչով եմ զբաղվելու։ Գիտելիքը մարդու կարևորագույն զենքն է։ Ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր շրջանավարտները զրկվել են գիտելիք ստանալու, իրենց նախընտրած ոլորտում մասնագիտանալու կրթական իրավունքից։ Հաջողություն մաղթենք շրջանավարտներին քննությունների ընթացքում եւ հուսանք, որ կյանքի ճանապարհը մոտ ապագայում բաց կլինի նրանց համար։